Ֆուտբոլային աշխարհում ամեն տարի տեղի են ունենում տասնյակ շատ ու շատ մեծ տրանսֆերներ։ Որոշ տրանսֆերները ամբողջությամբ փոխում են այդ ֆուտբոլային ակումբի պատմությունը, իսկ մյուս տրանսֆերները համարվում են անիմաստ հիասթափություն և միլիոնավոր եվրոների կորուստ։ Եվ այսօր մենք ձեզ կպատմենք top 5 ամենալավ և ամենավատ տրանսֆերների մասին։ Դե ինչ, եկեք սկսենք։ Եվ մեր առաջին լավ տրանսֆերներից մեկն է Նեյմարը, երբ որ նա Սանտոսից տեղափոխվեց Բարսելոնա։ Երբ Նեյմարը Սանտոսից տեղափոխվեց Բարսելոնա, բոլորը արդեն գիտեն, որ նա շատ մեծ տաղանդ է, քանի որ նա Սանտոսում խաղում էր ուղղակի հոյակապ։ Սակայն ոչ ոք չգիտեր, որ երբ նա տեղափոխվի Բարսելոնա, կդառնա ամենալավ ֆուտբոլիստներից մեկը ամբողջ ֆուտբոլային պատմության մեջ։ Այնտեղ նա հաղթեց 9 տիտղոս և հաղթեց այնտեղ նաև տրեբլ և միացավ ամբողջ ֆուտբոլային աշխարհի ամենալավ հարձակման եռյակի գծին Մեսսի և Սուարեսի հետ։ Եվ մեր երկրորդ ֆուտբոլիստն է Դեմբելեն, երբ Բարսելոնայից տեղափոխվեց PSG։ Բարսելոնայում նրա կարիերան անկայուն էր, բայց PSG-ում Դեմբելեն նոր շունչ ստացավ և դարձավ թիմի առաջատարներից մեկը։ Երբ նա տեղափոխվեց Բարսելոնայից PSG, նա հաղթեց 2 Չեմպիոնների լիգա և 1 հատ ոսկե գնդակ։ Եվ մեր երրորդ ֆուտբոլիստն է Զուբասիկ Ռոնալդուն, երբ որ Բարսելոնայից տեղափոխվեց Ինտեր։ Զուբասիկը արդեն հոյակապ էր խաղում, սակայն Ինտերում նրա խաղը դարձավ ամենալավերից մեկը։ Եվ հիմա դուք երևի թե ինձ հարց կտաք, ինչու Զուբասիկ Ռոնալդուն հենց երբ որ Ինտեր տեղափոխվեց, նա խաղացել է տարբեր կլուբերում և այնտեղ շատ լավ է խաղացել՝ Ռեալ Մադրիդ, Միլան, Բարսելոնա, այդ բոլոր կլուբերում նա խաղացել է շատ լավ, սակայն հավատացեք ինձ և լսեք իմ խոսքը, ամենալավը իր կարիերայում Զուբասիկ Ռոնալդուն խաղացել է հենց Ինտերում։ Եվ մեր չորրորդ ֆուտբոլիստն է Լուիս Սուարեսը, երբ Լիվերպուլից տեղափոխվեց Բարսելոնա։ Սուարեսը դարձավ Բարսելոնայի գլխավոր ռմբարկներից մեկը, հաղթեց Չեմպիոնների լիգան, բազմաթիվ առաջնություններ և ստեղծեց պատմական MSN եռյակ։ Եվ մեր վերջին 5-րդ ֆուտբոլիստն է Քևին Դե Բրույնեն, երբ որ Վոլֆսբուրգից տեղափոխվեց Մանչեսթեր Սիթի։ Քևին Դե Բրույնեն Վոլֆսբուրգից տեղափոխվեց Մանչեսթեր Սիթի, դա դարձել էր ամենալավ և որակյալ տրանսֆերներից մեկը Պրեմիեր լիգայի ամբողջ պատմության մեջ, քանի որ հենց Քևին Դե Բրույնեի շնորհիվ Մանչեսթեր Սիթին 2023 թվականին կարողացավ կրել լիգա չեմպիոն, քանի որ այնտեղ նա գլխավոր լիդերն էր և ամեն ինչ կատարվում էր իր շնորհիվ։ Եվ նրա պասերը, այն ամեն ինչ կատարվում էր Մանչեսթեր Սիթիում, համարվում էր ամբողջ աշխարհում ամենալավերից մեկը։ Բայց եթե կան փայլուն տրանսֆերներ, ապա նաև կան այնպիսիք, որոնց մասին ակումբները կուզենային մոռանալ։ Ահա մեր կարծիքով ամենաանհաջող 5 տրանսֆերները։ Եվ մեր առաջին վատ տրանսֆերն է Էդեն Հազարդը, երբ Չելսիից տեղափոխվեց Ռեալ Մադրիդ։ Վնասվածքները թույլ չտվեցին Հազարդին արդարացնել սպասումները, և այս տրանսֆերը համարվում է Ռեալ Մադրիդի ամենաթանկ ձախողումներից մեկը։ Եվ մեր երկրորդ ամենավատ տրանսֆերներից մեկն է Նեյմարը, և Բարսելոնայից տեղափոխվեց PSG։ Այդ տրանսֆերը ռեկորդային 222 միլիոնանոց չապացուցեց այն սպասումները, որոնք PSG-ում սպասում էին Նեյմարից, քանի որ Բարսելոնայում նա հոյակապ էր խաղացել, սպասում էին, որ նա այդպես էլ խաղալու էր PSG-ում։ Այո, նա հենց այդպես էլ խաղաց, սակայն նա այն ամենը չարեց, ինչ որ նրանից սպասում էին, և նա չկրեց լիգա չեմպիոն այդ ակումբի համար,
եւ չստացավ իր ուզած ոսկե գնդակը, քանի որ նա Բարսելոնայից տեղափոխվել էր PSG, հենց որպեսզի կրի ոսկե գնդակ, քանի որ երբ նա Բարսելոնայում էր եւ այնտեղ կար Մեսսին, նա որոշ բան չէր կարող անել, սակայն ես վստահ եմ, եթե նա մնար Բարսելոնայում, նա այնտեղ կգրեր ոչ միայն ոսկե գնդակ, այլ նաեւ Լիգա Չեմպիոն, նաեւ կարող էր օգնել Բարսելոնային գրել նույնիսկ 2 հատ։ Եվ հենց այդ տրանսֆերի պատճառով Բարսելոնան չկարողացավ գտնել ոչ մի ավելի լավ տրանսֆեր, որը կարող է փոխարինել Նեյմարին, եւ տեղի ունեցան այսպիսի վատ տրանսֆերներ, որոնցից են Դեմբելեն, Գրիզմանը, Կոուտինյոն եւ այլն։ Եվ մեր հաջորդ վատ տրանսֆերն է Օսման Դեմբելեն եւ Բարուսիայից տեղափոխվեց Բարսելոնա։ Մեծ գումար, բազմաթիվ վնասվածքներ եւ անկայուն խաղ, այս տրանսֆերը չարդարացրեց սպասումները։ Եվ մեր հաջորդ վատ տրանսֆերն է, երբ Անտուան Գրիզմանը տեղափոխվեց Բարսելոնա։ Գրիզմանը բարձրակարգ եւ շատ խելացի ֆուտբոլիստ էր, սակայն Բարսելոնան նա չկարողացավ ապացուցել այն, ինչ նրանից սպասում են։ Եվ մեր հաջորդ վատ տրանսֆերն էր Կոուտինյոն եւ Լիվերպուլից տեղափոխվեց Բարսելոնա։ Բարսելոնան նրա համար վճարեց հսկայական գումարներ, բայց Կոուտինյոն այդպես էլ չդարձավ թիմի առաջատար։ Շատերի կարծիքով այս տրանսֆերը համարվում է ֆուտբոլի պատմության ամենաանհաջող տրանսֆերներից մեկը։ Իսկ դուք համաձայն եք մեր ընտրության հետ, գրեք մեկնաբանություններում, որ տրանսֆերները կավելացնեք այս ցուցակին։ Դե ինչ, եթե ձեզ դուր եկավ այս տեսանյութը, անպայման լայքեք եւ բաժանորդագրվեք, եւ սպասեք հաջորդ թողարկմանից։